Ինձ համար ընդհանրապես ցրված սկլերոզը խոչընդոտ չի ու ես իմ օրինակով ուզում եմ մարդկանց դա ցույց տալ, ապացուցել, որ ցրված սկլերոզը դատավճիռ չի եւ ցրված սկլերոզով հնարավոր է ակտիվ կյանքով ապրել։ Հիվանդության դեմ միասին պայքարելու համար Էլինան տարիներ առաջ Facebook-յան խմբում համախմբեց ցրված սկլերոզ ունեցող բուժառուներին։ Ինքը ախտահարման հետ ապրում է արդեն 11 տարի։ Վաղ փուլում բուժում չի ստացել, ինչը հանգեցրել է հենաշարժողական դժվարությունների, բայց դա ինձ չի կոտրում։ Ես շարունակում եմ իմ ակտիվ կյանքը, ունեմ Instagram-յան էջ, փոքր բլոգ եմ վարում, որտեղ ներկայացնում եմ իմ առօրյան, իմ թե ցրված սկլերոզով ես ոնց եմ իմ կյանքը ապրում, այո։ Էլինայի պատմությունը պայքարի լավագույն օրինակներից է։ Բուժառուները հավաքվել են հարազատ միջավայրում բժիշկների հետ անմիջական շփման, նաև եւս մեկ անգամ իրազեկելու հանրությանը ցրված սկլերոզի մասին, քանի որ շատեր այն նույնացնում են միայն տարեցների մոտ հիշողության կորստի հետ, մինչդեռ այն ավելի շատ երիտասարդների հիվանդություն է։ Բառը երբեմն մարդկանց շփոթմունքի մեջ է գցում, թե դա տարեցների հիվանդություն է, բայց ցավոք սրտի երիտասարդների հիվանդություն է ու ցավոք սրտի հաշմանդամության հիմնական պատճառներից մեկն է երիտասարդ տարիքում։ Հիվանդությունը ինքնին գլոբալ խնդիր է ամբողջ աշխարհում, քանի որ չունի վերջնական լուծում, բայց այսպիսի օրերը չափազանց կարևոր են, որպեսզի մենք կարողանանք պացիենտներին հավաքել մի միջավայրում, որը կարելի է կոչել նաև երկրորդ ընտանիք։ Ցրված սկլերոզը կենտրոնական նյարդային համակարգի բորբոքում է, որն ախտահարում է գլխուղեղի եւ ողնուղեղի սպիտակ նյութը՝ միելինը։ Հանդիպում է 20-ից 25 տարեկանների շրջանում։ Հիվանդության առաջացման պատճառներն ու վերջնական բուժումը դեռևս ամբողջությամբ բացահայտված չեն։ Այս հիվանդությունը չկա նույն երկու տիպի երկու նմանատիպ հիվանդ, որոնք ունենան նույն ախտորոշումը եւ նույն ընթացքը ամեն մեկի մոտ ընթանում է շատ ինդիվիդուալ կերպով, մատնահետքի պես շատ սեփական է։ Եվ հիմնականը այստեղ նրանով է պայմանավորված, որ այս հիվանդությունը բազմապրոֆիլ, բազմախնդիր, բազմանգրկող է։ Ինչքան բժշկական գիտությունը զարգանում է, այնքան հեշտ է դառնում եւ ախտորոշումը։ Ճիշտ ախտորոշումը եւ ժամանակին սկսած բուժումը կանխում է հաշմանդամության առաջացումը։ Հիվանդության վաղ փուլում բուժառուները պետք է համադրեն դեղորայքային, վերականգնողական եւ հոգեբանական թերապիաները։ Շատ խնդիրներ զարգացման տարբեր փուլերում շատ անհատական մոտեցման կարիք ունեն եւ վերականգնողական բուժման հիմնական նպատակը ինքնուրույնության պահպանումն է, ինքնուրույնության ֆունկցիոնալության, շարժողականության, եթե որոշ խնդիրներ առաջանում են, փորձենք եւ պոտենցիալ բարդությունները կանխել եւ արկա խնդիրների բուժում, ադապտացում։ Բժիշկների հորդորն է երիտասարդներին վերջույթների թմրացության, թուլացման, տեսողության կորստի, անմիզապահության դեպքում անհապաղ դիմել նյարդաբաններին, հետազոտվել, իսկ բուժառուներին մասնագետների ուղերձն է՝ դուք ավելի ուժեղ եք, քան ցրված սկլերոզը։ Արամ Մարանդյան, Արտակ Գևորգյան լուրեր։